Նորեն բարի երեգոսեմ եւ սկսենք ամիջապես աղոթելով հայր մեր ողջույն եւ բարքորը աննորի որ դու եվոքվին սուրբ ամեն հայր մեր որ երգենսիաս սուրբ եցանունքո եղեսարկայությունքո եղեցին գամքո որպես երգենս եւ երգրի ըսած մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եմեկ տոնք մեր սպարդաբանած եւ մի դաներս մեզի փորձություն ապրգյազ մեզ չարե սիքո արքայություն եզորություն եւ պարկավիդյանս ամեն ողջույն քեզ Մարիամ Իշնորոք Տերն քեզ օրտնյալ ես տվիգանայս եւ օրտնյալ է բդու որովայնի քո Հիսուս սրբի Մարիամ մայր Աստծո բարեխոսիավասն մեր մեղավորացս այժմ եւ իժամու մահվաններո ամեն Բարքոր եւ օրդվայ ոգույն սրբո այժմ շվեդյան սարդենից ամեն Տակույ իմասության աղոթիավասն մեր աննոր եւ օրդվայ ոգույն սրբո ամեն Ուրեմն հրյա ժողովուրդը կնաց դեպի Սինայի լեռը եւ հոնդեղը ասված դվեց Մովսեսին ասա բادرանները եւ ասկերաչ ինչ որ ասել եմ նորեն գուզեմ գրկնել եւ շեշտել շատ բաներ կան որ պետք է շեշտեմ եւ քանի անգամ ասեմ այդ ամենը որպեսզի մեր բոլորի մտքին մեջը իրապես դեղ անե առաջին բանը որ գուզեմ շեշտել այն է որ երբ որ խոսենք Աբրահամը մեր հավատքի հայրն է բայց իր հասկացողությունը Աստծո մասին ամբողջովին դարբեր էր իրեն համար եւ որ նայում ենք Աբրահամը նայում ենք Իսահակը նայում ենք Հակոբը իրենց համար Աստված մեր կիցած այդ Աստվածը չէ որ ամեն ինչ ստեղծած է եւ ամեն ինչ է կառավարում իրենց մտքին մեջ ավելի Աստվածը ընտանիքի Աստված է սկիզբը եւ հետո մտածում են Աստծո մասին որպես հողի Աստվածը այսինքն դա ամեն դարած որովհետեւ հիմա նաև պիտի մտածենք բոլոր մյուս ազգերի մասին, բոլոր ազգերը կարծում էին, որ ամեն քաղաք, ամեն երկիր ինքը իր Աստվածը ունի։ Եվ երբ որ պատերազմ էր լինում, եթե մի երկիր գործունեություն է, նշանակում է, որ մյուսին Աստվածը ավելի զորավոր է։ Սա հետո պիտի տեսնենք, որ հрьяաներու մեջը սա մեծ խնդրեմ պիտի առաջացնե, որովհետև իրենք նույնը կմտածեին։ Եվ երբ որ ամբողջովին կոտրվեց եւ բանը Երուսաղեմը կանտվեց եւ իրենք բոլորն գտնվեցին Աքսորի մեջը, ուրեմն շատ էր իրենց մեջ սկսան մտածել, որ արդյոք մեր Աստվածը իրապես ուժեղ է կամ տգար է։ Մանավանդ որ երբ որ ինչպես լավագույն ցավը որ գտնեմ ցեզի բանել այն է որ մեկը որ Հայաստանը միայն ապրել է եւ Հայաստանեն դուրս ոյևէ կապարչունի ոչ ալ հերոստացի սիդել է ոչ մեկ բան եւ գտեսնե Էջմիածինը եւ Գզմայելի որովհետև Էջմիածինը իրապես շատ գեղեցիկ է բայց հետո կերտա կտեսնե Սուրբ Պետրոսի տաճարը որ 100 անգամ ավելի մեծ է եւ կսկսի հարց տալ ուրեմն մեր Աստվածը այնքան դգար է որ մեր Աստվածը ոչինչ է
եւ ասաստվածն է որ ավելի մեծ է բան ուրեմն իրենց մտածելակերպը այսպեսին էր եւ մեծ խնդիրներ եղավ եւ հոն է որ չափազանց մեծ տեր ունեցան այդ ժամանակվա մի քանի մարգարեները որ ժողովրդին բացատրեցին որ այդ ամենը երկրորդական է մեր Աստվածը ճշմարիտ Աստվածն է ամբողջ եզերքի Աստվածն է եւ ոչ թե միայն մեկ երկրի Աստվածն է եւ եթե մենք բարդվեցինք ոչ թե Աստվածը որ բարդվեց այլ մենք բարդվեցինք մեր մեղքերի հետևանքով սա այսօր 3000 տարի հետո Սինայի լեռան այդ պատմությունն 3400 տարի հետո մենք տարբեր ծով կմտածենք եւ չենք կարող հասկանալ թե իրենք ինչպես կմտածեին սա որքան կարևոր է որ մենք աշխատենք հասկանալ այդ ժամանակվա մտածելակերպը այդ ժամանակվա ըմբռնումները ուրեմն Աստծո ծրագիրը քանի անգամ խախտվեց եւ Աստված ամբողջին դարբեր բամը ցանկանում էր Ադամ եւ Եվային հետը ցախովեցին Նոյը ցախովեց Աբրահամը ցախովեց հիմա խոսում ենք բանի ծերացել են բարերը չեն կար Մովսես Մովսեսի մասին ուրեմն Մովսեսը տեսնում ենք հիմա եւ տեսնենք որ ինքը եւս ցախողվում է բայց հոնդեղը ինչ որ դեղի ունենում ասկի առաջ ասել եմ նորեմ բան գնեմ Աստծո ծրագիրը այն էր որ ամեն ընտանիքին գլուխը լիներ այդ ընտանիքի քահանան եւ հետո տեսնում ենք որ այդ ծևով Մովսեսը ցանկանում էր այդ ծևով ներկայացնել ամեն ինչը բայց երբ որ այդ ոսկե ցուլը շինեցին ինքը այլևս անհրաժեշտ Աստված ցանկանում է որ միայն եւ միայն ղևի բանը ընտանիքը լինի ճշմարիտ քահանայությունը եւ ոչ թե մույսները եւ ղևին դրվում է չափազանց կարևոր մի պաշտոն այդ պաշտոնը կա քահանայական ընտանիքներ եւ ուրիշներ որ իրենց գործն է բահել պաշտպանել նորոգել բանը դաճարը սկիզբը այդ դաճարը անշուշտ գտավե դաճարը այո խորանը եւ տաբանակը ակասիա պայդ եւ ոսկի եւ զարդարված ոսկիով պատված բայց վրանի մեջ է ապրում եւ ուր որ գտնվում էին երբ որ նայում ենք թե ինչպես այդ ամենը կազմակերպվում է ուրեմն գա դաճարը այդ ամբողջ տարածքին 4 կողմը ղևտացիները ապրում են եւ մույսները 12 ցեղերը եւ ինչու 12 է ղևտացիներեն 12 եւ ոչ թե 11 որովհետեւ Հովսեփի երկու զավակները նրանց նայվում է որպես երկու ցեղ եւ ոչ թե մեկ ուրեմն 12 են եւ ավասիկ դաճարին 4 կողմը ամենամոդիկը ղևտացիներն են եւ մի քիչ անտին արևելքի մեջ 3 արևմուտքի մեջ 3
հյուսիս 3, հարավ 3, 12 ընտանիքներ ապրում են 4 կողմը եւ երբ որ պիտի շարժվեն մեկտեղ են մյուստեղ պիտի երթան նույն ծևով է որ շարժվում են բայց շարժվելու համար այդ ամեն ինչ որ շինած են որպես դաջար այդ ամենը կանտվում է եւ խևտացիները միան իրենք են որ իրավունք ունին այդ ամենը դանելու եւ մանավանդ դաբանագը մարդիկ է որ պիտանին եւ ոչ թե անասուններով պիտի դարվի այդ մարդիկը նաեւ պիտի լինեն քահանաները այս ամենը երբ որ կարդում ենք կարող ենք մենք շատ թեթև առնել եւ թեթև օրեն այդ ամենը անցնել բայց ինչ որ Աստվածաշունչը գուցե իրապես մեր բոլորի վրա շեշտը դնել որ կարևորություն տան այն է որ սա Մովսեսը անում է ինչ որ ինքը տեսավ երկնքի մեջ երկնքում այս ծևով է ավազիկ երկրի վրա լինում է Աստծո ներկայությունը հիմա սկիզբը եւ շատ երկար ժամանակ հрьяաները չի հասկացան որ այդ տաբանակը Աստծո ներկայությունն էր իրենց համար եւ նաեւ երբ որ Սողոմոնը վերջնական օրեն այդ Երուսաղեմի մեջը գառուցում է այդ դաջարը եւ տեսնում ենք որ Աստվածաշունչը մեզ պատմում է թե ինչպես Աստծո փառքը այսինքն Աստծո ներկայությունը իջնում է դաջարին վրա եւ հետո տեսնենք ինչպես երբ որ դաջարը պիտի փլվի Նավկադոնոսորի մարդիկը պիտի ոչնչացնեն այդ դաջարը եւ Եզեկիել մարգարեն տեսնում է որ Աստծո փառքը թողնում է այդ դաջարը սա մարդիկ չեն հասկանում բայց մարգարեն շատ լավ հասկանում է այդ ամենի իմաստը եւ անշուշտ տեսնում ենք ինչպես այդ ամենը իրականանում է եւ Աստծո ներկայությունը այլևս հոն չէ բայց այդ ներկայությունը որ այլևս չկա Երուսաղեմի դաջարի մեջը նաեւ պատրաստություն է որ Աստված այլևս ամեն տեղ պիտի լինի եւ Աստված ամեն տեղ լինելը համապատասխանում է Հիսուսի կալստյան եւ կամած թարեր շարունակ Աստված այդ ամենը բացատրելով մարգարեների միջոցով ժողովուրդը ոչ թե ամեն բոլորը այլ շատերը սկսում են այդ ամենը հասկանալ եւ եկեղեցին է որ այդ ամենը շիդակ ծևով ըմբռնում է եւ մեր առաջին հայրերը եկեղեցու առաջին հայրերը որ իրենք հաջորդներն են առաքյալներին իրենք են որ մեզ ավելի եւ ավելի բացատրում են այդ ամենը եւ եկեղեցին հասկանում է ըմբռնում է եւ սովորեցնում է եւ նաեւ պետք է բանել որ կատարյալ ծևով
հասկացողը միայն կաթողիկ եկեղեցին է, որքան որ խոսում եմ 3 քույր եկեղեցիների մասին, բայց եւ այնպես իրենց աստվածապանությունը լինի առաքելական եկեղեցու աստվածապանությունը լինի ուղղափառ եկեղեցու աստվածապանությունը հոնդեղը որովհետև գլուխ չի գա իրենց մեջը կատարյալ հասկացողություն կատարյալ ըմբռնում չի գա միայն կաթողիկ եկեղեցին է որ նույն մեկ ցևով տարերի ընթացքում սովորեցնում է օքեյ ուրեմն հիմա մենք նայենք այդ ինչ որ Մովսեսը բացատրեց եւ շինեցին այդ վրան է բանը որ շինեցին որքան գնաց մեծներ այս գծակությունը Այս կան երևի Հայր Անտոն մի րոպե լավ ես հիմա ցեզի մեկ պիտի չի բացատրեմ ինչ որ մեջն է միայն գուզեի ծեր ուշադրության հասցնել որ կտեսնեք սա բավականին մեծ է ինքը ինչ որ հոսե գավ վրանը բավականին մեծ է եւ այդ տաճարին 4 կողմը բարաբություն է եւ հոն է որ ղևտացիները բնակվում են եւ ավասիկ տեսնում եք ամեն մեկ կողմը 3 ցեղեր կան այսինքն Հակոբի երկու 11 զավակները իրականության մեջ է եւ Հովսեփի երկու զավակները որ այդ նկարին ցախ կողմն են Մանասեն եւ Եփրեմը այս երկուսը Հովսեփի զավակներն են եւ ոչ թե Հակոբի եւ այդ միան բանն որ ոստեղ Բենյամինը ուրեմն հոն կա եւ մյուս կողմը տեսնում ենք վերևը հուտան ուրեմն երբ որ պիտի շարժվեին առաջին շարժվողը անշուշտ քահանայական ցեղն է բայց իրենց Եդևեն գալիս է հուտայի ցեղը հուտան միշտ առաջինը լինում է որ մյուսներին արջև են գնում է դες հիմա այս էջին աջ կողմը մուկը որ կա անկա բանգնես ասկա մեծուր հիմա օքեյ ուխտի դաբանակը մի արգղեր որը պատրաստված էր ակացիայի փայդից եւ պատված էր ոսկով դաբանակի վերևում կավության քահաներ ոսկուց պատրաստված երկու կերովպեներով ովքեր դարաձում են իրենց տևերը վերև ծածկելով կավության քահը իրենց դեմքերը ուղղված են մեկմույսին երկու ցողերը ոսկե օղակների միջով անցնում են որոնք գծվում են տաբանակին եւ օգտագործվում են տաբանակը տեղափոխելու համար երբ Իսրայելը ճանապարհում էր այլապես այն բահվում էր սրբություն տաբանակում եւ այնուհետև ավելի ուշ տաճարում
տաբանագի ներսում դրված էին օրենքների տախտակները, մանանայով լցված մի գույժ և Ահարոնի գավազանը, այնտեղ, որտեղ տաբանագն էր, Աստծո ներկայությունը բնակվում էր իր ժողովրդի միջև։ Ոստեղ շատ բաներ կա, որոնց մասին կարելի է խոսել, բայց այս անոնց մասին պիտի չխոսեմ, այլ միայն այդ երկու քերովբեների մասին։ Այսօր փոխկականները չափազանց մեծ պատմություն կշինեն, ասելով, որ չպետք է լինի ոչ պատկեր, ոչ արձանիկ, ոչ բանը, բայց Վասիկ Մովսեսը ինքը երկու քերովբեներ դնում է։ Ուրեմն փոխկականներուն հասկացած ձևը բավականին սխալ է։ Եվ նաև սկիզբը բամբոչ եկեցին կաթողիկեր անշուշտ եւ եկեցու պատմության սկիզբը ահագին խնդիր եղավ, որովհետեւ շատ քրիստոնյաներ ասում էին, որ չէ, պետք չէ որ նկարներ ունենանք, պետք չէ որ արձաններ ունենանք եւ ասում մասին ահագին վիճաբանություն, գրիվ, ծեծեցին իրար, բայց վերջիվերջո ընդունեցին, որ չէ, սա Աստծո պատվերանին դեմ չէ։ Հայրանդոն, Այո, իսկ քերովբեները ովքեր էին, ես մտածում եմ ինչ որ հրեշտակներ են իմ կարծիքով, կամ էլ այնտեղ հենց պատարակի մեջ էլ կա, որ ասում են սերովբեներ եւ քերովբեներ, ովքեր էին նրանք։ հիմա լավ հարցում է, որովհետև գկոցես ասե չէ։ Լիլիթ ուրեմն երբ որ մենք գսենք հրեշտակը երբ որ գսենք մարդ, մարդը կհասկանանք, չէ, մարդարարածը կհասկանանք, սա կհասկանանք, որ շինված է նյութ և հոգի։ Իսկ երբ որ ասում ենք հրեշտակը այլևս չենք գիտեր ինչպես բացատրենք, այսինքն ոչ մարմնական է, հոգի է, բայց եթե հոգի է, ինչպես պիտի զանազանես տարբեր հոգիները, որովհետև Աստվածաշունչի մեջ խոսվում է 7 տարբեր տեսակի անուններ, որ դրվում են, սերովբեները, քերովբեները, բարձրությունները, ինչ այդ ամենը Պողոսը խոսում է այդ ամենի մասին։ Ուրեմն իրենք Աստծո ստեղծած առածներն են, բայց ցև չունենք իրենց մասին որևէ մի բան ասելու։ Քերովբեների մասին, սերովբեների մասին կարդում ենք Եսայի մարգարեի քրության մեջը, որ ինքը դաջարի մեջը դեսիրք է ունենում եւ դեսնում է այդ հրեշտակներին, որ 6 թև ունեն, բայց սա մարդկային ցև է բացատրելու, իրենք անշուշտ բան չունին, մարմին չունին, նյութ չէ, որ մենք պիտի կարողանանք տեսնել, եւ նաեւ հրեշտակները, հրեշտակապետները, որ երևեցան տարբեր մարդկանց, իրենք երևեցան մարդկային մեր հասկացողության համաձայն տարբեր ցևերով իրենք դեսնվեցան։ Ուրեմն միայն կարևոր կետը այս հատվածում
այն է, որ տեսնում ենք առաջին տաճարին մեջը, որ վրանաբնակ տաճարն էր, տեսնում ենք այդ քերովբեների ներկայությունը։ Եվ ամեն ինչ, որ հրեաները անում էին, սա իրենց բացատրված էր Մովսեսի կողմից։ Եվ Մովսեսի ըսածին համեմատ է, որ այդ ամենը անում էին, եւ որքան որ իրենք գտնվում էին անաբադին մեջը, իրենք կարողանում էին նորեն եւ նորեն զոհեր մատուցել ասածն։ Բայց ուն այդ զոհերի կանոնական ձևով լինելը սկսվում է, երբ որ Երուսաղեմի մեջը տաճարը շինվում է եւ ամեն օր արդու եւ երկուն մատուցում են զոհեր։ Ինչպես ասեցի, երբ որ պիտի շարժեին, սկիզբը տաբանակն է, որ շարժվում է, Ղևիի ցեղն է, քահանաներն են, որ այդ ամենը գրում են եւ դանում են, եւ իրենց հետո տեսնում ենք Հուդայի ցեղը։ Հոնդերը շատ կետեր կան, որոնց մասին երբ որ ավելի եւ ավելի գարտանք կտեսնենք եւ կհասկանանք, թե ասած ինչպես այդ ամենը սովորեցնում է հրեան ժողովրդին եւ հրեան ժողովրդի միջոցով նաեւ սովորեցնում է մեզ։ Երբ որ սկսում են առաջ գնալ, ավազիկ իրենք ամալեկետների հանդիպում են եւ հոն տեսնում ենք այդ գարիվը, որ լինում է։ Ամալիկատները ովքեր էին։ Իրենք բանի զավակներն են, Եսավի զավակներն են, Եսավի սերունդը 400 տարի հետո է, եւ ուրեմն միշտ խնդիր ունենում են հրեաները Հակոբի զավակները խնդիր ունենում են Եսայի զավակների հետ, ինչպես նաեւ խնդիր ունենում են բանի զավակները Իսմայելի, Ագարի զավակների հետ։ Այդ ամեն շրջանակը հասկական են, բայց գրվազաններ են, իրար հետ ինչև էջի գրիվի մեջ են։ Եվ ամալիկների հետ, եւ այս անգամ ամալիկները իրենք են, որ հարձակում են, եւ ասկավերջերս բան Պատարագին մեջը կարդում էի այս դեպքին մասին, ուրեմն գրիվը երբ որ լինում է, Մովսեսը լեր բարձրանում է, եւ երբ որ լեր բարձրացած է, ձեռքերն բարձրացնում է, հրեաները հաղթում են։ Իսկ երբ որ հոգնում է, ձեռքերը իջեցնում է, ամալիկները հաղթում են։ Եվ ավազիկ երկովը նստած բան կայնած է հուր անով մեկը, ինչպես նաեւ Ահարոնը։ Ուրեմն քարգը տնեն, քարի վրա կնստի, որը բավականին օգնած է, եւ ձեռքերին դագեն իրենք բարձր կբահեն, որ հաղթանակը իրենց հետ լինի, ամբողջ օր այդ ձևով լինելով կհաղթեն, հրեաները կհաղթեն։ Ինչպես է,
ամբողջ ամբողջությունը Սինայեն մինչև ավետյաց երկերը մի քանի շաբթվա մեջ պիտի կարողանային անցնել, բայց դա անելուց առաջ ուղարկում են ամեն մեկ ցեղից մեկ հոգի, 12 հոգի ուղարկում են, որ երթան եւ այդ ավետյաց երկրի տարբեր մասերը քննեն եւ վերադառնան, որբեսի մտածեն թե ինչպես հարցակվեն, բայց երբ որ վերադառնում են բոլորն էլ վախեցած են եւ շատ ասին վախենալու ցևով ներկայացնում են իրենց տեսածները, ասում են որ իրենք չափազանց բզդիկ էին մույսները իրենց 10-15 անգամ ավելի մեծ էին հոնդեղվա մարդիկը միայն չու խամեմ նայեմ ուրես միայն հեսուն եւ ուրիշ մեկը աս երկուսը գալիս են եւ ասում են որ կարելի է հաղթել եթե մենք Աստծուն վստահենք բայց մեծամասնությունը ոչ ասում են եւ որովհետեւ ոչ ասում են ուրեմն Աստված ասում է որ քանի օր որ այդ մարդիկը հեռացան որ երթան եւ նային այդքան դարի եւ իրենք հացել էին 40 օր, ուրեմն 40 տարի պիտի թափարիկ, որբեսի հիմակվա եղած բոլոր չափահասները մեռնեն եւ միայն նոր սերունդն է, որ պիտի կարողանա անցնել բան ավետյաց երկիրը այսինքն եթե այսօր մեկը այդ այսօր դվյալներ կան այդ ամենը առնե մեկը եւ փորձե ինքը քրե մի պատմություն չպիտի կարողանա հաջողել այնքան գեղեցիկ ձևով ներկայացնել այդ ամենը եւ գեղեցիկ ձևը ոչ թե պատմությունը գեղեցիկ ձևով շարադրված լինի այլ ամեն գեդերը որ իրար հետ կապված են եւ ամեն ասացաշունչի էջերը որ մեկը մյուսին հետ կապված է եւ բաներ որ դարիներ թարեր հետո բան ավելի գահիտնվի որ իրենց արածը շիդագեր եղած ծևը լավակույնն էր շատ բարի հարցեր ունիք հիմա հարց չկա Հայրենտон իմ մտքումից հարց առաջացավ Աստվածաշնչում ելքի գրքում հենց ձեր ասած այսօրվա խոսքերը որ Մովսեսը երբ բարձրացնում էր ձեռքերը վեր
բանը հաղթում էր իր բանակը, իր ժողովուրդը հաղթում էր, իսկ երբ ցերկերը ներքև էր, հաղթում էին թշնամիները։ Հիմա հարց առաջացավ, կարող է գուցե առօրյա կյանքում էլ այդպես, երբ որ ինչ-որ մեկը, ասենք իմ վրա չբերեմ օրինակը, Աստծուն հետևում է, իր մոտ ամեն ինչ լավ է, իսկ երբ որ Աստված երկրորդականն է կամ ընդհանրապես գոյություն չունի իր կյանքում, արդեն նորմալ չի։ Այսինքն կարող է լինել այնպես, որ հենց եթե շատ խնդրես, շատ մտածես, շատ ցանկանաս ձգտես, ավելի լավ լինի դու հաղթական վիճակում լինես, իսկ եթե թույլ մտածես, արդեն կամ ասենք աղոթես, բայց այդպես չէ էլի, որ ինչպես որ այդ պայն պարտադիր ձեռքերը բարձրացած մնա, էլի, այդպես չլինի։ Դրա համար եմ հարցնում։ Հոբիրանելին ինչ ունենք։ Այո, գիտեմ, այո։ Ուրեմն ամենաառաջ երբ որ այսպես աղոթում ես, ինչ կնշանակի։ Առ Աստված քո խնդրանքն ես դիմում ես Աստծուն, փառաբանում ես կամ երկրպագում ես Աստծուն։ Երբ որ ցերկերդ այսպես բարձր է, բամը չես կրնարանել։ Ամբողջովին վստահություն ունես։ Եվ այդ վստահությունը, որ պիտի ունենաս, պետք է լինի այդպիսի մի վստահություն, որ ոչ թե հաջողություն ունենալու համար, այլ Աստծո կամքը ընդունելու համար։ Ուրեմն նույնիսկ եթե ուզածը չլինի եւ ամեն ինչ ցաղողի, պիտի գտնաս, որ քեզ չափազանց շատ սիրող Աստվածն է, որ այդ ամենը կազմակերպում է քո վերջնական բարիքիդ համար։ Այսօրերս բան նայում էի Սրբի Ֆաուստինայի գրությունների մեջը դարաբանկի մասին։ Եվ դարաբանկի մասին անցյալ օրը ասեցի, նորեն գրկնեմ, որ դարաբանկը ասում է ամենամեծ քանցն է, որ մենք ունենք աշխարհի վրա, որովհետև դարաբանկը զդում է մեր սերը։ Ամենից որ դարաբանկը եւ ինչ որ դուրս են նայելով ցախողությունը, չի կարծենք որ ցախողություն է, եւ որ մենք Աստծո հետ ենք։ Եվ որ մենք Աստծո հետ ենք, ինչ որ ուզե թող լինի։ Այդ ասկարաջ ասել եմ, այդ գինը, որ 50 տարի անգողանային էր եւ միայն սուրբարդությունն ընդունում էր, ոչինչ, շաբաթը մեկ անգամ սուրբարդություն, ուրիշ ոչինչ, ոչ չուր, ոչ բան, եւ դարաբանկի մեջ է, մանավանդ ինքշաբթի երկունը սկսում էր, միջև ուրբաթ երկունը ահագին ցավերի մեջ էր, եւ իր մարմնին մեջ է կային, բայց միշտ չէ, միայն ինքշաբթի ուրբաթ օրերը, ցերկերը, ոտքերը կծակվեին եւ արյուն գոհացեր։ Ահագին, բայց այդ անձը որքան մոտ էր Աստծուն, միայն հավիտենականության մեջն է, որ այդ ամենը իրականացավ այդպես, ինչպես որ ինքը կցանկանար անշուշտ, բայց այդ ամեն ցավերուն մեջ է, դարաբանկին մեջ է, ինքը մի գին էր, որ ուրախ էր, ուրախություն կար իր մեջը, գադակասեր էր, կատակներ գներ, գխնդացներ ուրիշներին, եւ ինքն ալ գխնդար, երեսը ձուր չեր, հակառակ այդ ամեն դարաբանկին, հակառակ, այսինքն, նաեւ ինքը չափազանց բզդիկ սենյակի մեջ էր, եւ լույսը չափազանց դգար լույս պիտելար, որովհետեւ լույսին ոչ միայն աչքերը, այլ ամբողջ մարմինը լույսին դակը վնասվում էր։ Այդ ծևով ապրեց։ Եվ հակառակ այդ ամենին իր կովը եկան իր այդ 50 տարվա մեջը 100,000-ն ավելի մարդիկ իր խրադը հարցնելու։
Կարդինալներ, սրբազաններ, քահանաներ, կառավարական անձնավորություններ, ամեն տեսակ մարդիկ եղան կովը իրեն խրատ առնելու, բայց ինքը խրատ չէր որ տալիս էր, այլ աղոթում էր իրենց հետ եւ իրենք խաղաղությամբ կարողանում էին գնալ եւ նույնիսկ անաստվածներ, աթեիստներ եկան իր կողմը այնպես որ մենք ամբողջովին սխալ կաղապար ունենք թե ինչ կնշանակե Աստծո գամքը ընդունել մենք կարծում ենք որ մեր եթե մենք շատ աղոթենք շատ խնդրենք մեր ուզածը պիտի ոչ աղոթքը խնդրանքը միայն մեզ պիտի պատրաստե որ մենք ընդունենք Աստծո գամքը եւ ոչ թե Աստված ընդունի մեր գամքը սա ամենակարևոր կետն է մեր կյանքի մեջ եթե միայն հասկացվենք արդեն մեծ հաջողություն է եւ որքան դժվար է իրականության մեջը եւ նաեւ նույնիսկ եթե ամեն ինչ լավ է ու այդ միշտ մտահոգ ես որ վաղը ինչ պիտի լա եւ ինձ համար սա օտին մեջ մի բան չէ երկու օր առաջ ուրիշ մի վարդապետ իրեն աննալ Հայրանդոն է 80 տարեկան է ինգավ եւ իշխողությունը գործընծած հիմա հիվանդանոցն է նորմալ էր երկու շաբաթ առաջ կովս էր միասին հաց կերան եւ ավասիկ հիմա իշխողություն չունի երկու կա չի կար չեմ գիտեր ինգավ հաջորդ օրը չի հիշում որ ինգել է եւ ինձ համար մի քիչ մտահոգիչ է որ նույնը գրնա ինձ բադայել չէ իմ տարիքից եթե ցեզիս աստված չնե չի աստված չնե չէ ամեն ինչ կարելի է եւ ամեն ինչ մեզի համար է եւ կարողանալ վստահել Աստծուն որ ինչ որ գուզե թողնա Աստված ինքը պիտի հոգա Բայց Հայրանդոն շատ ափսոս կլինի ձեր դեպքում ես լրիվ հիանում եմ ձեր ուղեղի ոչ ափսոս չէ Աստծո ծրագիրը ինչ է ոչ ցուն գիտես ոչ ես միայն ինքը գիտե իրեն պիտի թողնենք պիտի ընդունենք ժամանակին կմտահոգվեի որ որովհետև ես առանցին եմ ոստեղ ցերկե ոտկե եթե ընկնեմ ինչ պիտի լավ ինչ նաև եթե գործընծնեմ ուրիշների վրա փեր պիտի լինեմ եւ կոնտացեի որ հաղորդեմ որ փեր չլինեմ բայց վերջը ասեցի որ չէ չարժանանք բաների համար աղոթել Եթե ասված կուզե որ այդպես լինի թող լինի հիմա մենք ոստեղ երկու հոգի ունենք որ իրենք պատրաստ են հոգալու իմասից եթե Պամելա եւ Վերոնիկան եւ Լիլիթը ասում են որ պատրաստ են խնամելու ինձ բայց միան իրենք ուրիշներ ալգան որ ամբես որ մտահոգվելու բան չի գա բայց կարևորը Աստծո ծրագիրն է ինչ որ ես կմտածեմ ինչ որ ուրիշը կմտածի ամենը ավելորդ բաներ են Աստծո ծրագիրը թող իրականանա մեզանից յուրաքանչյուրի կյանքի մեջը հիմա այդ Հայրանդոնը մտքին ծայրեն չերանցներ որ ասենք մամա պիտի ելնա եւ Հայրանդոնը ինքը շատ ավելի Ամերիկա ծառայել է Իրաք ծառայել է 18-20 տարի եւ 18-20 տարի Ամերիկա Միացյալ Նահանգներ ծառայել է եւ խոս եկա մեկը չունի բայց հավասիկ եղան ունդեղ անցիկ ովքեր հոգտարին եւ հոգտանում են Աստծո բիտոնենք
իր մտքին ծայրեն չեր անցներ, որ այսպես մամը պիտի պատահի իր հետը։ Եվ անգադար պիտի լինի։ Բայց Աստված ինչպես կկազմակերպե, մենք չենք հասկանար։ Երբեք չենք հասկանար։ Հայր Անտոն, ես պիտի հարց տայի, ուրեմն մի րոպե բառը հիշեմ ինչի մասին էր խոսքը։ Մեր քննարկած թեմաներից մեկն էր, բայց մտքից թելը կտրվեց, հիշեմ ասեմ։ Լավ, Հիշեցի տառապանքի մասին։ Դուք որ ասեցիք մարդ պիտի տառապի եւ տառապանքի մեջ ուրախ պիտի լինի, ես պիտի հարցնեի թե իսկ որ տառապում ես եւ չես դիմանում, չես հարմարվում, թե մարդկային է, չէ՞։ Ինչ անել, որ տառապանքը իհարկե նվիրում ես Աստծուն, Հիսուսին, տարբեր ասում ես կնվիրեմ Հիսուսի Սուրբ Սրտին եւ այլ, բայց ասենք չհամակերպելու հարցեր էլ լինում։ Ասենք ես պատասխանը լսեցի ձեզանից, այլ հարցը չեմ տալիս, էլի, որ դուք ասացիք, որ մարդ պիտի ուրախ լինի, ուրախ պահի իրեն եւ ուրախ լինի թեկուզ տառապանքի մեջ։ նաև հասկանանք, որ ուրախությունը Սուրբ Հոգու բդուղն է։ Մենք չենք կրնար ուրախ լինել։ Տառապանքի մեջ ուրախ լինել խաղալիք չէ։ Սուրբ Հոգու պարգևն է, Սուրբ Հոգու բդուղն է։ Եվ որ գնայիս այդ ինչ-որ դարտում եք բողոսի նամակին մեջը, ինք ոնդեղ կշարե այդ բդուղը, և չսեր բդուղներ, կսեր մեկ բդուղ, որ դարբեր համեր ունի, ինը դարբեր համ ունի, այդ մեկ բդուղը, և այդ ինը հանդին մեկ հադը բանն է, ուրախությունն է։ Շատ չպազանց կեղեցիկ է։ Քաղատացիների 5-րդ գլուխ, քաղատացիների նամակին մեջը 5-րդ գլուխ 23 նախատասություն կարծեմ և շարունակություն։ Ուրեմն մենք երբ որ ավետարանը շիտակ ձևով կարդանք, Ղուկասի ավետարանին մեջը Հիսուս ասում է խնդրեցեք Սուրբ Հոգին, մնացած ամենը ձեզ կտրվի ավելիով։ Գարտանք գանցնենք, բայց չենք մտածեր։ Ինչի մասին է, որ խոսում է Հիսուս։ Խնդրեցեք Սուրբ Հոգին, մնացած ամենը կտրվի ձեզ ավելիով։ Երբ որ Սուրբ Հոգին ունիս իր բդուղը, եւ այդ բդուղը պիտի աճեցնես դու քո մեջդ ավելի եւ ավելի թիմելով Սուրբ Հոգուն, ավելի եւ ավելի խնդրելով, որ Սուրբ Հոգին քեզ օգնի։ Եվ այս կանցը, դարաբանքի կանցը, մենք երբ որ կնվիրենք Աստծուն մեր շրջանակի համար, իրենք պիտի տեսնեն արդյունքը եւ ուշադրություն ունենք, որ երբ որ աղոթում ենք, միայն մենք մեր մասին չմտածենք, մտածենք ուրիշների մասին եւ նվիրենք ուրիշների համար մեր դարաբանքը։ Շատ բարի։ Ուրիշ հարցում ունեք։ Եթե չունեք, կարծեմ այսօր մի քիչ կանող պիտի վերջացնեմ։ Լավ, բարի գիշեր ասեմ ձեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։